Կիրակի օրը տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որին բոլորս մասնակից տարանք, կամ մեր ազգաբնակչության ուրեմն բացարձակ մեծամասնությունը, որովհետև այս անգամ ընտրությունների ակտիվությունը աննախադեպ է եղել։ Ինչու է աննախադեպ եղել, որովհետև շահագրգիռ կողմերը շատ էին եւ շահագրգիռ կողմերը, հատկապես քրեական օլիգարխիան, շատ էր շահագրգռված իր կաշառված ընտրազանգվածին ընտրատեղամասեր ուղարկելու համար, թե չէ այն չի, որ մեր որակը շատ է փոխվել։ Իսկ մյուս մասն էլ իհարկե կա նաև հասարակության մեջ մի հատված, որ ունի եւ ազգային ինքնագիտակցություն, եւ ունի բարոյականություն, անկոտրում եւ անկախության ձգտում եւ հետեւողականություն աննահանջ պետականության կայացման ճանապարհի վրա։ Հիմա սա ընդհանրապես իմ ասեմ հետեւյալը, ինչ կատարվեց մեզ մոտ։ Պարզ է, որ ընտրությունները տեղի ունեցան, դա իմ ասելու հետ կապ չունի, որտեղ տեղի են ունեցել եւ մեծ էքսեսներ չեն եղել։ Ես ասում եմ, այն խժդժություններ, զանգվածային փողերի բաժանումներ, ինչպես ուրեմն բանում էր ցույց տրվում իշխանության հանրապետական կուսակցությունների կոալիցիոն ընկերների հետ անում ավտոբուսներում փող բաժանել եւ այլն։ Մենք դա չենք տեսել ու կհաղորդեն, եթե դեպքեր կա կիմանանք։ Բայց հիմա դա էլ ուրեմն այս բոլորը այս կամ այն կերպ հաջողություն են նկատի ունենանք, եթե այսպեսի մի բան կա, դե մենք սովորել ենք մի կներեք բառեմ տխմար մի ուրեմն տեսակետի, որը սերնդեսերունդ հայության մեջ ներդրվում է։ 3-4 սերունդ է պետք, որ մարդիկ փոխվեն։ Ես ես զգուշացնում եմ, ինչպես շատ բաներ։ Եթե նորից նույն տրամաբանությամբ պիտի հիմա էլ մտածենք քրեական օլիգարխիայից, կաշառատվությունից, փոխհավաքելուց, որովհետեւ բուժվենք 3-4 սերունդ է պետք, կամ սերունդը նորացնել է վես ամբողջային, իմացեք, որ աշխարհը կմնա, հայություն այլևս չի մնա, այդպես այդ դատողությունները պետք է գրողիծոցն ուղարկել եւ ուրեմն համառորեն պետք է փորձել երկրի եւ անձնական կյանքը փոխել, պետության կյանքը փոխել։ Հիմա հաջողություններ եղել են, թե չէ, անշուշտ եղել են այն իմաստով, եղավ, ինչպես որ ես ձեզ ասում էի, որ Հայաստանում, հիշեք, մի 10-15 օր առաջ ընտրություններից ասում էի վարչապետի հարցը եւ վարչապետության հարցը լուծված է, բայց չլուծվածը մնում է եւ մնաց պարլամենտարիզմը եւ պարլամենտի հարցը։ Այստեղ է խոցելի հացը։ Եվ Մոսկվային մեծ բան հաջողվեց, այնտեսն է տրվում, թե սովորական մի ուժեղ Հայաստան թափանցել է խորհրդարան, դա սովորական խմբակցություն չէ, այլ ինչ է, Մոսկվայի կողմից ուղղակիորեն ներդրված Մոսկվայի պետդումայի մի հատված է, հաշվեք։ Իդեմս, Սամվել Կարապետյանի եւ նրա ուժեղ Հայաստանի, ինչպես որ մեր խորհրդարանը ուղղակիորեն ունեցավ մի սեգմենտ արդեն փոխված պետդումայից։ Եվ վստահ եղեք, որ չեմ երկարացնելու, հետո երևի էլի կխոսենք ուրեմն այս մասին, որ սրանք ուղղակի կառավարվելու են Մոսկվայից։ Նույնիսկ ես ենթադրում եմ, որ սրանք Ռուսաստանի հայաստանյան Ռուսաստանի դեսպանատան հետ կապել չեն ունենալու։ Սրանց կապը ուղղակի է։ Կամ շեֆը իհարկե Կիրիենկոն է եւ շեֆի տեղակալը Մարիա Զախարովան է։ Այսպես ուրեմն Մոսկվան կարողացավ տեղավորել։ Ուրեմն այդ պետք է նկատի ունենանք։ Եթե առաջ մեր քրեօլիգարխիկ տեղական ուրեմն բուծվածներն էին, այս անգամ ուրեմն լծակները անցան ուղիղ իմաստով ուրեմն Մոսկվային եւ սա արդեն հայաստանյան ընտրությունների սպეციფიკան է ի տարբերություն Հունգարիայի, ի տարբերություն Մոլդովայի, ի տարբերություն եւ սա պետականության համար ուղղակի սպառնալիք է, որովհետեւ պիտի հասկանանք մենք, որ սրանք մեր պետականության եւ մեր կառավարության ցանկացած քաղաքական լուրջ նախաձեռնություն, տնտեսական
աշխարհաքաղաքական եւ այն տորպեդահարելու են, իրենք սաբոտաժի համար են եւ առաջիկա հանգարում դուք կտեսնեք, որ սաբոտաժից եւ մեծ խոսելուց Ռուսաստանի շահերը պաշտպանալուց բացի ուրիշ ոչինչ չեն անելու եւ իրենք նաեւ պիտի հաշվի առնեք, որ մոսկովյան վերահսկողության տակ են լինելու այսպիսի երկիր, որ Մոսկվան կարողանար իր ուրեմն պատգամավորական կամ պարլամենտական խումբ օտար պետության մեջ տեղադրել աշխարհի ոչ մի երկրում չկա, որովհետև մենք սովորենք քննելու աշխարհի ընդհանուր օրինաչափությունները, վերելու Մոլդովայի օրինակ, Հունգարիայի օրինակ դրական իմաստով, բայց ես ձեզ ասեցի առաջինը, սա երկրորդը։ Դրա հետ միասին վերակենդանացավ եւ համառորեն նախորդ ընտրաշրջանից ավելի ամուր դիրքեր է զբաղեցրել Հայաստանի գողապետությունը։ Եվ այդ գողապետությունը դուք տեսնում եք ձեր աչքի առաջ է իդեմս Հայաստան այդ քաղաքական պատգամավորական խմբակցության, որոնք լուրեր են տարածում, թե մանդատները չեն վերցնելու, բայց ոնց որ թե հավատացող չկա, կանենք կտեսնենք։ Այսինքն ընդհանրական որ ասենք, ընտրությունների ընթացքին ինչքան որ բարվոք անցան, այնքան էլ անցան օտարահպատակ, ուրեմն օտար ուժ, ուրեմն ուժեղ Հայաստանի գրոհի եւ Հայաստանի ընդերքում եղած deep state-ի խորքի պետության ուրեմն գրոհի պայմաններում։ Կա նաեւ հաջորդը, որը իհարկե երկու անգամ էր հարցը չի լուծում եւ դա մեր արդեն երկրի քաղաքական համակարգի եւ քաղաքական իրականության խոցելի մասն է, որն է դա։ Հեղափոխության աջակից ոչ մի կուսակցություն չանցավ 4%-ի շրջագիծը եւ ուրեմն հեղափոխության աջակից 4 կուսակցություններին էր հանրությունը չաջակցեց։ Եթե այնտեղ մի սովետական միության փլուզումից հետո անընդհատ մի տափակ օդի մեջ պտտվող տեսակետ կա, որ անընդհատ կոչ են անում միավորվեք, որպեսզի ուրեմն եթե միավորվեին են, որ իմանաք, որ այդ թեզիսը շատ վտանգավոր եւ սխալ է, հնարավոր է միավորվել եւ հնարավոր է չմիավորվել, այստեղ չի հարցը։ Ուրեմն այս պարագայում նկատի ունեցեք, որ այս 4 ուժներ, դա ՔԺԿ-ն է, ուրեմն Հանրապետություն կուսակցությունն է, հանուն Հայաստանի, դե ուրիշ աջակից ուժեր հեղափոխությունն ու Հայաստանի Հանրապետությունը չունեն իշխանությանը։ Այս 3 ուժերի հավաքած ձայների թիվը 3%-ը չի անցնում։ Այդ որ ասում են, ընդ որում սրանք եթե միասին էին լինելու, հաղթարելու են 8 եւ ավելի տոկոսի ձայն։ Հիմա պատկերացնում եք, սա ասում են, որ են անընդհատ Facebook-ում փիլիսոփաներ կան քաղաքագիտությունից հեռու եւ քաղաքագիտության մարզակների մեջ։ Ինչու չմիավորվեցիք։ Կրկնեմ, եթե նույնիսկ միավորված լինեին, ուրեմն 3% չէ կարծեմ, այդքան էլ չեն անցել 3 կուսակցությունները։ Հիմա հարց է, 2%-ի չափ է, պատկերացնում եք ինչ որ դուրս բրծուկ, անհասկանալի վերնագրերով, ճոռոմաբանությամբ եւ քրեական եւ այլն բաներով բառամթերքով կուսակցություններ եւ այլն ստացել են զգալի թվով անհայտությունից ձայներ, բայց դեմոկրատական բլոկը, այդպես անվանենք, որը հեղափոխության աջակից ուժերի ուրեմն համախումբներ իրար հետ գումարած կարծեմ 2%-ի չափով ձայն են ստացել, այնպես որ եթե համախմբած լինեին, պետք է անպայման 8% հաղթարեն։ Դրա համար եկեք այսպես անենք, ոչ մեկին չնեղացնել։ Դադարեք անընդհատ այդ խոսակցությունները կրծելը, խոսակցությունները։ Չնայած եւ օրինակ ՔԺԿ-ի բարակայով ես կարող եմ ձեզ հիշեցնել բազմաթիվ անգամներ ես եթերով, Facebook-ով եւ այլն դիմել եմ բոլորին, ովքեր կուզեն համագործակցություն, ՔԺԿ-ն պատրաստ է եւ քննարկել եւ համագործակցության, ինչպես ուրեմն քրիստոնյա դեմոկրատական առանձին հակումներ ունեցող անհատների, այնպես եւ քաղաքական կուսակցությունների
բայց ես հայտարարում եմ, ոչ մի արձագանք չի եղել, եւ ես ոչ դատաբարդում եմ, ոչ էլ գովում եմ, ես ուզում եմ ասել, հերիք է, այդ նույնը պնդեք եւ արդեն զահլա է գնում, ասեմ ձեզ, նույն հարցերը լսելուց։ Հիմա, բայց փաստն այն է, որ այն ուժը, որը վստահաբար այդ երեք կուսակցություններն էլ ուզեին, չուզեին, իսկ չուզենալու հարց չկար, սրանք խորհրդարանում անպայմանորեն ուզեին, չուզեին արդեն երրորդ ուղու քաղաքականություն էին վարելու, որպես երրորդ ուժ եւ համագործակցելու են ուրեմն քաղաքացիական պայմանագրի հետ, որպես հեղափոխության աջակից ուժեր եւ բարձ է որ հենարան պիտի դառնային անհրաժեշտության բարակային նաեւ վարչապետին, բայց այստեղ մենք չտեսանք ոչ հանրապետության ուրեմն ազգաբնակչության քվեարկողների կողմից հոգատարության, պատասխանատվության գիտակցության եւ ոչ է որևէ ինստանցիայից որևէ արձագանք, այնպես որ կարծում եմ սա է հիմնական խոցելի հարցը, դրան հակառակ ռուսական սեգմենտը, որը երկու մաս ունի, եթե Գագիկ Ծառուկյանին շարքից դուրս եկել, ասում են, ուրեմն երկուսը չափազանց կազմակերպված էին, չափազանց հարուստ, ընդ որում ձեր փողերով, այդ բոլորը Հայաստանի Հանրապետության կամ ազգային հարստությունն են, կամ կողոպտված ազգային հարստություն է։ Այս մասին էլ խոսք չեմ ասում, բայց դրանցից ոչ մեկը կուսակցություն չէր։ Ինձ համար խիստ տարօրինակ էր, որ ուրեմն ուժեղ Հայաստանը, որից ոչ մեկը ոչինչ չհասկացավ, ով են, ինչ են ասում, ախրելի թվով ձայներ է տարել, ասում են, որ գնել է, նա այդ նշանակում է, եթե այդպես է, ընտրությունը վերածեց բազարի, եւ ուրեմն այդտեղ 400 հոգու ձերբակալելը ոչինչ չի փրկում, այստեղ պետք է ռադիկալ միջոցներ, բայց մենք ռադիկալ միջոցները չտեսանք, բայց նաեւ չտեսանք նաեւ ազգաբնակչության աջակցությունը, որովհետեւ ես ձեզ մի փաստ ասեմ, ուրեմն ամսի 8-ից մայիսի ինչ որը սկսվեց մինչև ընտրության վերջին օրը իմ ուրեմն Facebook-յան էջով եմ ասում ուրեմն լայքեր որ ասում եք 2 միլիոն 40,000 անցել է դուք հիմա ես ձեզ առաջարկում եմ մարդկային բանականության շրջագծերում մի հատ բացատրեք, թե դա ինչպես է հնարավոր 2 միլիոն անցնի եւ Հայաստանում քանի հոգի կա, բայց ստանան այնքան ձայն, ինչքան ստացան, մանավանդ որ ՔԺԿ-ն ուրեմն մեր ագարակի տեղամասից մինչև Հայաստանի Հանրապետության բոլոր խոշոր բնակավայրերը, չեմ ասել փոքրերը, եւ քայլելով անցավ, բացատրելով անցավ եւ գումարած դրան նաեւ անընդհատ ամփոփիչ ես ելույթներ ունեցա իմ ընկերների հետ, բացի դրանից այն պետական եւ այլ միջոցները։ Ուրեմն այստեղ ինչպես ասում են, շան գլուխը ինչ որտեղ թաղված է եւ հանրությունը սրանից եզրակացություն պիտի անի։ Եթե մենք նման ձևով շարունակենք, ամեն անգամ ընտրությունները վերածենք երկու բևեռների եւ երկու բևեռներում սարքենք ուղղակի, չգիտեմ ինչ վիճակներ առաջացնենք, մենք երբեք խորհրդարանություն չենք ունենա, կունենանք պարլամենտ, որը ուրեմն նկատի ունեցեք, ժողովրդավարության ինչքանով կարող է օգնել, ես կարող եմ ասել չի կարող օգնել, ասեմ ինչի համար։ Ժողովրդավարությունը կամ դեմոկրատիան պահանջում է խորհրդարանական պետության մեջ եւ դա աքսիոմա է բազմակուսակցական համակարգ, ինչի դեմ ուղղված է Հայաստանում ցանկացած գործողություն, երրորդ ուժի, երրորդ ուղու, ինչպես որ ես ձեզ ասում էի, բուֆերի, են միջին աճ, ծախ եւ այլն, բայց հանրությունը եւ նրա փիլիսոփաները, վերլուծաբաններ կան, որ արդեն կներեք սրտխառնուկ առաջացնում սրանց խոսակցությունների որակը, ամեն ինչից խոսում են, բայց խորհրդարանի ֆունկցիայից, կառուցվածքից եւ այլնից եւ խորհրդարանականությունից կամ գաղափար չունեն, մեծ մասը հաստատ չունի,
կամ խոսակցությունից խուսափում են, ընկնում են անձերի եւ այլի քննարկման, ինչ որ ինքնին սխալ է, բայց ինչպես ասում են, ունենք այն, ինչ որ ունենք այսպես։ Հիմա ես անբարձր կուսակցության անունից շնորհակալություն եմ հայտնում այն անձնազոհ հայ քաղաքացիներին, որոնք ուրեմն ՔԺԿ-ի 5 եւ 6 տարվա աշխատանքը, քրտնաջան աշխատանքը գնահատեցին եւ քվե տվեցին։ Այնպես որ, բայց նաեւ պիտի փնովել են հանրության այն մասին, որոնք անհայտությունից ծնված, անհայտ ճոռոմաբանությամբ, զարլատ անող այդ մեծախոսությամբ, առանց ծրագրի, առանց քաղաքական համակարգի էության հասկացության ահռելի թվով ձայներ տվեցին։ Սա գիտություն պիտի ընդունել եւ պիտի ընդունել մի բան է, եթե Հայաստանի քաղաքական համակարգի զարգացումը գնալու է այս ուղղությամբ, իմացեք, ասում եմ այսօր, վայն եկել է մեզ եւ մեր պետականությանը տարել։ Հիմա ավելի կոնկրետանամ, ընդ որում ես ասում եմ ռեալ բաներ, տեսեք մանրուքների մեջ չեմ խորանում, ուրեմն այդ դետա մանրացված, այսպես ասած, ժամավաճառությամբ չեմ զբաղվել, իմաստել չկա։ Հիմա այս երկրորդ բանը, որ եղավ, ոչ միայն Կրեմլը ունեցավ իր ուղղակի, ոչ թե տեսեք, միջնորդավորվածը չէ, Հայաստան խմբակցությունը Կրեմլի ազդեցության միջնորդավորված գործիքն է ազգային ժողովում, իսկ ուրեմն այս ուժեղ Հայաստանը ուղղակիորեն է ներկա, դա հաշվեք, որ Պետդումայի պատգամավորների խումբը գար նստի Հայաստանի ազգային խորհրդարանում, այդտեղ դուք սպասում եք խորհրդարանական կյանք, սպասում եք Հայաստանի շահերի պաշտպանություն, դա հնարավոր է, բացառված է։ Հիմա երկրորդ մասը կա, հիմա կաշառատվությամբ, գողականությամբ, գողական հակումներով եւ այլն, ինչ ուզում եք բացատրեք, կանոն ինչ ուզում եք տվեք։ Անթույլատրելի էր արևմուտքի օժանդակության այս պայմաններում, հատկապես Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա եւ այլն, որոնք փաստորեն Հայաստանի զարգացման լոկոմոտիվի են վերածվում ռուսական իմպերիալիզմի հակագրոհի պայմաններում շուրջ 500,000 մարդու, կես միլիոնից ավելի ընտրողների ձայնատվություն ռուսական սեգմենտին։ Անուն ինչ տրեցիք, որ դուք ուրեմն հանուն մի կոպեկի թե 1000 կոպեկի չգիտեմ ինչի, դուք ստեղծեցիք սոցիալական լայն բազա քաղաքականից բացի օրենսդրականից Պուտինի համար, որ ձեր մեր հերն անիծել է Արցախը տեղահանելով, մոռացաք, այսպիսի հիշողություն կորցրած մարդկանց համախումբ կարող է լինել արժանապատվությունից զուրկ։ Պատկերացրեք, փոքր Հայաստանում, Ռուսաստանը ստանում է իր շահերի կողմ թեքված, հիմա ինչով բացատրեք, ոչ մի կապ չունի, փող չունեն, ապրուց չունեն, Մոսկվայից բարտադրել են եւ այլն, ես ոչ մի արժեք չունի։ Ուրեմն 5 միլիոնից ավելի դուք ռուսական հատվածին ձայն տվեցիք, երբ որ առավոտից իրիկուն Կրեմլի քարոզչամիջոցները մեր գլխին լուտանք են թափում, գիշեր ցերեկ, այդ դուք մտածում եք, այդ լուտանքը ձեր գլխին չի, սա նանդախության պաշտպանների գլխին չի, այլ նրանց, ովքեր որ ռուսական շահ են բաղում։ Հիմա տեսեք, ու չնեղանակ ասված խոսքերից։ Հիմա տեսեք, հարցը ինչին է գալիս, ինչ ունենք առաջիկայում։ Իհարկե, եթե հազար մի բաներ կան, շարունակեմ ես իմ վերլուծությունները, ասեմ ամեն ինչ, ինչ որ ես հասկանում եմ, ըստ քաղաքագիտության, ոչ ըստ գողականության, ոչ ըստ օրենտացիայի, ոչ արևելքի, ոչ արևմուտքի, ըստ Հայաստանակենտրոնության։ Ես ձեզ 5 տարի անընդհատ կրկնեցի, որ մենք պետք է Հայաստանակենտրոն լինենք, որ մենք պետք է ռուսական օրենտացիա չունենանք, մենք չպետք է ունենանք արևմտյան օրենտացիա, չպետք է ունենանք, մենք պետք է հայամետ լինենք եւ Հայաստանակենտրոն, բայց ոնց որ թե դա տեղ չի հասնում, խոսույթը դնում է արևմտամետ, արևելամետ, երկուսն են նույն բանն են, նկատի ունեցեք, այսօր արևմուտքը շատ լավ է, վաղը բալանսի քաղաքականությունը, հավասարակշռությունը, ինչպես կյանքում հավասարակշռությունը, թույլ չի տալիս պրիմիտիվ մտածողություն անալ մեր
պարագայով ժողովուրդների հետ, բայց դա այդպես է, որպես փաստ։ Հիմա մեր ուղեղի մեջ դաջում ենք Հայաստանակենտրոնություն եւ հայամետություն։ Մնացածը ֆնդախ է։ Եթե ուզում եք այդ բառը թարգմանեք, իմացեք։ Հիմա տեսեք ինչ է լինելու։ Կառավարությունը պարզ է, որ ճգնելու է իր քաղաքականությունը շարունակի, մանավանդ ռուսական դավադրության պայմաններում անընդհատ ստանալով արևմուտքից օժանդակություն, ինչպես որ եղել է։ Ինչ է անելու ռուսական սեգմենտը այդ երկու խմբակցություններով։ Իհարկե արժեզրկելու է անկախությունն ու արևմտամետությունը։ Պարզվում է հիմա, որ իրենք ավելի արևմտամետ են, քան ֆրանսիացիք արևմտամետ են։ Իրենք ավելի ամերիկամետ են, քան ամերիկացիներն իրենք։ Այսինքն սրանք խոսույթի բովանդակությունը թողել են ռուսականը բացառապես, խոսույթը տանում են աղավաղելով այն բովանդակությունը, որ ժողովրդին կողմնորոշում է։ Հիմա տեսեք ինչ է լինելու։ Ես դա զգուշացնում եմ, եթե վերցնենք, որ թվերը ճիշտ են, խորհրդարանը ձևավորվելու է, ենթադրենք երթումները կերել են, իսկ գողապետության պարագլուխները դուք կարող եք ասել, օրը քանի երթում են ուտում ձեր դիմաց։ Ամեն մեկի վրա 40 գործ կա։ Դատարաններից դուրս չեն գալիս, երթումով ման են գալիս եւ Հայաստան կանչելով։ Հավատում եք դրանց։ Հիմա տեսեք, 3 նախագահեր, 3-ն էլ ձեռքը տվել են Աստվածաշնչի վրա, որպես ռուսական բոյարների երթումի մի խախուտ լաթի կտոր իրենք, որպես այսպես հասկանում եք ոնց է, աղավաղել է նաև Աստվածաշնչի բովանդակությունը, որովհետև 3 նախագահեր, 3-ները ռսամեր են, ոչ թե ռսա ինչ են, իսկ մենք պիտի լինենք հայամեր, ուրիշ ոչ մի բան, եթե մեր կա, մեջ հասկանում եք ոնց է, բայց Հայաստանի Հանրապետության 3 նախագահներն էլ իրենց վարչապետներով տեսնում եք ինչ կան դա, ինչ ասես կա նախարար, ռսամերությունից են գոն ոչինչ չունեն, բա հարց է առաջանում, բա էդ ով է լինելու Հայաստանամերը, հայամերը, հա? Են մի մասը խելագարության բաներ է ցույց տալիս, էդ են արևմտամերը, ես ես առաջարկում եմ ոչ մեկի համար չմեռնել, եթե պետք է Հայաստանի համար, դա էլ պետք չի, ապրել է պետք եւ ստեղծել։ Հիմա առաջիկայում ինչ է լինելու, ուրեմն Կրեմլը ունի Հայաստանի քաղաքականության հարցում, ուրեմն հատուկ քաղաքականություն, քայքայել հայ հասարակությունը, քայքայել, հակադրել իրար, ուրեմն անընդհատ գողականներին ջրի երես բերել, չթողել տնտեսական, հասարակական եւ այլ զարգացում, մանավանդ, որ Ռուսաստանը ինքը զարգացած չի, հասկանում եք թե չէ, ինքը բոյարա, թաթարական, մոնղոլական միավոր է, դուք ինչ եք ուզում դրանցից, որ այսպես համառորեն մի 2 ռուբլու համար թեկուզ կպելեք իրար, հիմա դրանից զավ, բոլոր դեպքերում այս բոլորը պիտի ասվի, որն է հարցը, սրանք ունեն հիմնական թիրախներ, որն է, պիտի աշխատեն անպայմանորեն, խաղաղության պայմանագիրը տորպետահարեն, ինչու, Մոսկվային Հայաստանի կռիվն է պետք Ադրբեջանի հետ եւ Հայաստանի պարտությունը, որպեսի ռուսկի միրի մեջ խեղդվի, հասկանում եք թե չէ։ Այս է խնդիրը։ Եվ այդ երկու բլոկը նույն գործն են անելու, անկախ թե մեջները մի երկու բարոյական մարդ կա թե չէ, դրանց շարքայինները դա չեն հասկանալու, ինչ է կատարվում։ Ուրեմն այս մասը անպայման իմացեք։ Ուրեմն քայքայել հայկական հայ հասարակությունը կազմալուծել Հայաստանի պետականությունը։ Հիմա անունը կդնեք գուբերնիա, նահանգ, վիլայետ, թրքամեր, ռսամեր, ինձ համար ասեմ, նայեցեք, բոլոր մերերը նույնն են, ռսամեր, թրքամեր եւ այլն արևմտա, բոլորն են հայ չեն, հայը կարող է լինել միայն Հայաստանամեր ու վերջ, կրկնեմ, որ մերնելը պետք չի, ապրել է պետք։ Հիմա սրանք ինչ են անելու, շարունակելու նախկին քաղաքական գիծը ավելի հետևողականորեն, որտեղ թարմուժ ստացավ, այն հաշմված 5-րդ չարասյունը Հայաստանի, որի մի խումբ արդեն գոլոշացել է ոնց որ թե, թարմուժը ստացավ հանձից Սամվել Կարապետյանի եւ իր խմբակցության, Կրեմլի ուժի, սա հայկական ուժ չի բառացիորեն, նույնիսկ հայկական գողական ուժ չի,
Դա ռուսական խոլոպների համախումբ է, որ հայեն ինչ, ոչ մի բան չի նշանակում։ Հիմա շարժվում ենք առաջ, ուրեմն սրանց նպատակը լինելու է Հայաստանում միշտ լարվածություն, եսեք տեսնեք, եւ անկայունություն։ Ինչի դեմ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը տուն չգնալով 5 տարի պայքարեց, թույլ տալով իր չափով կառավարությանը, որ նա կարողանա երկրում կառավարել եւ ունենալ կայունություն եւ այլն։ Ուրեմն բայց այդ բոլորը արդեն փաստ է, եթե խորհրդարանն աշխատելու է ամբողջովին իր կադենցիայով, որը վերաբերյալ խիստ կասկածներ կան, ուրեմն այդ անկայունությունը միշտ է լինելու, ինչու, որտեղ Կրեմլին պետք է չզարգացող Հայաստան, արևմուտքի հետ գործ չունեցող։ Ես ասեցի, ուրեմն սրանք պատերազմ հրահրել Ադրբեջանի հետ, հիմա ես չէ որ Ադրբեջանի սեր ունեմ, դուք իմ սիրո առարկաները գիտեք, նույնիսկ ես չգիտեմ, չեմ ուզում սուր խոսել, ռսամեր, թրքամեր, բոլորը գիտեն, բայց մենք չունենք որային տարբերակ, քան խաղաղության պայմանագիրը ստորագրելն է։ Դա առաջինը ռուսական սեգմենտը փչացնելու է։ Առաջարկելու են ուղումներ, չգիտեմ ինչ, հազար բաներ, բելեֆները շատ են։ Իսկ իրեք գողական աշխարհից է, գիտեք, գողական աշխարհը փայլուն է տիրապետում մատնոց ֆրցնելուն, սեմուշկա չրթելուն, ինչպես որ ժամանակին տեսել եք, նաև բելեֆով ստով եւ այլն, որտեղ դրանց մեծ մասի ուսուցիչները Ռոստովի գողական աշխարհի շեֆերն են, նկատի ունեցեք։ Դա նույնիսկ Սանկտ Պետերբուրգի բանտիտական Պետերբուրգներ չեն։ Ուրեմն երկրորդ մասը, որ լինելու է ինչ, աշխատելու են անպայման թրիփի ծրագիրը չիրականանա, ինչու, որտեղ թրիփի ծրագրով Հայաստանը տեխնոլոգիական հեղաշրջման լավ իմաստով ճանապարհի վրա է կանգնած եւ ամերիկացիներն օգնելու են։ Այսօր Կրեմլին տածերընտու չի, փչացնելու են, իմացեք, այդ երկու խմբակցությունները տանելու են։ Ուրեմն այդ են լինելու։ Այն նորից զարլապետի տանել իրենց մեղրու միջանցքով։ Մեկը միշտ բացադրելուց իշխանություն, մենք մեռանք բացադրել, որ միջանցքի հարց չկա, բայց սրանք ծրագրված ռոբոտներ են, չեկիստներ են, ռսահպատակ հայեր են, արմիաշկեքեր շատերը, անընդհատ պետք է խոսեն միջանցք, ոնց որ այս ուրեմն մի հատ մատից ծծած թիվ էին հանել այս ուժեղ հայաստանցիները, 300,000 ադրբեջանցի պիտի կա, տեսեք կներեք, մեր ստի, երբ ես հարց եմ տալիս, որն է ձեր ինվորմացիա աղբյուրը, դուք ինչ գիտեք, եթե գիտեք ուրեմն կերակրվում եք ինչ-որ Հայաստանից դուրս վիճակով, եթե չգիտեք, ուրեմն հանցագործություն եք կատարում, ուրեմն այսպես, շարունակում ենք, ուրեմն սա է լինելու, ամերիկացիների ազդեցությունը չեզոքացնել մեզ փրկած եվրոպական միության համասխան ծառայություններ եւ այլն։ Այսպես չէ կարասնեմ, այդ բոլորը թույլ է տալիս ինձ ասելու, որ սրանց նպատակը ռուսների Մարիա Զախարովայի կողմից առաջադրանք տրված սաբոտաժն է, որ կատարվելու է Հայաստանի Հանրապետության հետ։ Հիմա մնացած ինչ է ստացվում, ստացվում է, որ այո, մեր կառավարության վիճակը ծանր է լինելու, աշխատելու է, որ նա չկարողանա աշխատել, միանշանակ է, որ ամբողջ Զախարովաների վայրահաճությունը տեղական Զախարովաների եւ Զախարների հետ ուղղվելու է մի անձի դեմ, վարչապետի, վարկապետելու են, ասելու են, ներվայնացնելու են եւ այլն։ Ինչ են շարգելու են, ուրեմն մարդու իրավունքները, շարգելու են, մարդու անվերահսկելի իրավունքներ աշխարհում ոչ միտեղ չկա։ Եվ անիմաստ չնստեք, որ մարդու իրավունքով Հայաստան մարդու իրավունք։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը դրա կողքին դնում ավելի կարևոր հարց։ Եթե մարդու իրավունք, ուրեմն պետության իրավունք։ Ուրեմն առաջինը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական իրավունքը, պետության իրավունքը, հետո նոր մարդու իրավունքներ, հասկանում եք ոնց է, եւ այսպես կարելի է շարունակել անընդհատ ասել, բայց թե երևի բավարարվենք այսօր այսքանով, չեմ ուզում տրամադրությունները ուրեմն փչացնել, բայց ինչ որտեղ, եթե վարչապետություն այս հարցից
դուրս են տալիս, ինչ կատարվեց։ Ասեմ ձեզ շատ պարզ, լերը մուկ ծնեց, ավելի վատ խորհրդարան ստացան, քան կար։ Եվ դա միանշանակ է, որովհետև այն խորհրդարանում մոսկովյան խումբ ֆրակցիա չկար։ Այս խորհրդարանում կա մոսկովյան ֆրակցիա։ Այս էլ նրանք, ովքեր հայրենիքի եւ մեր պետության հանդեպ չարիք գործեցին իրենց տգիտությամբ, շահամոլությամբ, տեղափոխումներ, հազար մի բանով, ինչ ուզում եք ասեք։ Բայց դա մեզ վարտացնում է համախումբ ձևով աշխատել եւ սրանց թույլ չտալ, որ կներեք ժարգոնը, իրենք լավ են, որ սրանք լպետան։ Եթե լպետացին, ապակա չունեք։ Այնպես որ պատրաստվեք երկրի պետականությամբ, պաշտպանությամբ եւ մյուս անգամ նախատեսեք, եթե վաղը լինի ընտրությունները, աշխատեք ունենալ բազմակուսակցական խորհրդարան, ոչ թե երկու բևեռի։ Հիմա ինչ է, մեկը Հայաստանի պետականության, պաշտպանության եւ զարգացման ուրեմն խումբ, քաղաքացիական պայմանագրի վարչապետով, մյուսը ռուսական ուժ։ Դա հայկական ուժ չի, ռուսական ուժը Հայաստանի անկախ պետականության թշնամին է, որովհետև Կրեմլը թշնամի է, եւ տեսեք հայտարարենք Ռուսաստանի թշնամի չենք հաշվում, բա ինչ անեն, ձեզ էլ վերցնի, այսպես եմ ասում, կարծեմ Սամվել Կարապետյանն է ասում, ինքը Ռուսաստանի թշնամի պետություն չի հաշվում, ես էլ չեմ հաշվում, եթե ինքը չլինի, չէի էլ խոսի, որտեղ ամեն ինչ չէ, որ պետք է խոսել ասել, եւ մի հաշվի, որ 2 տարի հետո կամ մի տարի հետո դու էլ գնալու ես պարսկական անհուշ բանդ, ինչպես որ Վարդանյան Ռուբենը գնաց Բաքվի բանդ եւ Մոսկվան քեզ այնտեղ ուղարկելու, սննկացած փողերը ձերից են վերցրած, որոնք հիմա կարող եւ ընդհանրապես չունես, այդ բոլորը, եւ այսպես ուրեմն մի հաշվեք, շարունակեք նույնը, ստեսություն չես, բայց ես գիտեմ, որ մի բան կա, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետները վստահ են, հաղթելու են բոլորի մեջ, որտեղ մի ամսում դուք տեսնելու եք այն, ինչ որ ես ասացի, ուրիշ չեմ ուզում տրամադրությունները կչասեմ, են հիմա այս պարագայում ասում եմ, առողջություն ձեզ, խոհեմություն, ես ասեմ, ուրեմն պահպանողական կուսակցությունների մեջ մի տեսակետ կա, որը ցանկացած նորմալ մարդու մտածողության հիմքն է։ Ես ձեզ ողջախոհություն եմ ցանկանում, ոչ հիստերիա, եւ ցանկանում եմ, որ հասկանալով process-ները տեղ կանգնել, ուրեմն մեր արժեհամակարգին, մեր պետականությանը եւ պատրաստվել 4-րդ տեխնոլոգիական հեղափոխությանը, որի մասին ես ձեզ ասել եմ ու զահլեկը տանելու եմ մինչև վերջ։ Ստեսություն ձեզ, ուրեմն դոգորվեք ամեն ինչով եւ հոգեբանորեն պատրաստ եղեք ամեն ինչին։ Գուցե եւ նոր խորհրդարանական ընտրություններին որոշ ժամանակներից հետո, չգիտեմ դա, բայց ես դա հենց այնպես եմ ասում, մանան զահլայել չկա նույն process-ների մեջ մտնելու։ Ստեսություն ձեզ։